Վերջին 50 տարիների ընթացքում էականորեն փոխվել է գլոբալ հիվանդացության կառուցվածքը։ Եթե անցած դարի 70-ական թվականներին աշխարհում գերիշխող էին վարակիչ հիվանդությունները եւ նրանցով պայմանավորված մահերը, ապա 21-րդ դարի սկզբից գլուխ բարձրացրեցին սիրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդությունները, զբաղեցնելով առաջին եւ երկրորդ տեղերը համաշխարհային հիվանդության կառուցվածքում։ Եվ ցավալին այն է, որ այս հիվանդությունների քանակական տարբերությունը տարեցտարի կրճատվում է ի հաշիվ օնկոլոգիական հիվանդությունների թվի աճի։ 24 թվականին աշխարհում ախտորոշվել է, ընդգծում եմ, ախտորոշվել է, ինչու, որովհետև ներկայիս խայտաբղետ աշխարհում հնարավոր չէ ամբողջովին բացահայտել եւ ախտորոշել բոլոր հիվանդությունները։ Նրանց թիվը իրականում անհամեմատ ավելի մեծ է եւ այսպես ախտորոշվել է 20 միլիոն ուռուցքային հիվանդությունների առաջնակի դեպք եւ նրանցով պայմանավորված 10 միլիոն մահ։ Ուռուցքային հիվանդությունների առաջի հանգյակում գտնվում են, եթե հաշվի չառնենք սեռային տարբերությունները, կրծքագեղձի քաղցկեղը, հայտնաբերվել է 2.5 միլիոն նոր առաջնակի դեպք, երկրորդ տեղում է թոքի քաղցկեղը, 2.2 միլիոն առաջնակի դեպք, երրորդ տեղում կոլորեկտալ քաղցկեղն է, այսինքն աղիքների հաստաղիքի ուռուցքների մասին է խոսքը, 1.5 միլիոն առաջնակի դեպք, չորրորդ տեղում շագանակագեղձի քաղցկեղը եւ 5-րդ տեղում ստամոքսի քաղցկեղը։ Մահացության կառուցվածքը փոքր-ինչ այլ է։ Այստեղ գերակշռում է առաջի տեղում է գտնվում թոքի քաղցկեղը, երկրորդ տեղում կոլորեկտալ ուռուցքները։ Տարեկան աշխարհում գրանցվում է 1 միլիոնից ավելի կոլորեկտալ ուռուցքներով պայմանավորված մահ։ Երրորդ տեղում են լյարդի քաղցկեղը, չորրորդ տեղում ստամոքսի եւ 5-րդ տեղում կրծքագեղձի քաղցկեղը։ Ուռուցքային հիվանդությունները հսկայական, ահռելի ֆինանսական, բարոյահոգեբանական եւ սոցիալական բեռ են ստեղծում, ինչպես անհատի, այնպես էլ ողջ հասարակության եւ պետության վրա, խլելով հսկայական մարդկային ռեսուրսներ եւ հատկապես աշխատունակ տարիքի մարդկանց շրջանում։ Եվ մարդկային միտքը միշտ փնտրտուքի մեջ է եղել, ինչ անել, որպեսզի գտնել այս հիվանդությունների դեմ պայքարի, նրանց ժամանակին բացահայտման եւ բուժման արդյունավետ ուղիներ։ Եվ ահա բժշկագիտությունը գտել է այս հարցի պատասխանը, ուռուցքային հիվանդությունների բուժման ամենաարդյունավետ բուժման նախապայմանը, առաջին նախապայմանը դա նրանց ժամանակին վաղ բացահայտումն է։ Եվ այդ նպատակով բժշկագիտության ասպարեզում արդեն վաղուց ի վեր կիրառվում են սկրինինգները։ Սկրինինգները դրանք զանգվածային հետազոտություններ են, որոնց օգնությամբ հնարավոր է լինում բացահայտել ուռուցքային հիվանդությունները նախասկզբնական փուլերում եւ դրանով իսկ կազմակերպել ավելի արդյունավետ բուժում։ Օրինակ, վաղուց արդեն աշխարհում կիրառվում է, այդ թվում նաեւ Հայաստանում, կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգը, որի էությունը նրանում է, որ 40 տարին լրացած յուրաքանչյուր կին տարին մեկ անգամ պետք է կատարի կրծքագեղձի սոնոգրաֆիա եւ անհրաժեշտության դեպքում մամոգրաֆիա։ Պետք է ասել, որ այս կրծքագեղձի սկրինինգի շնորհիվ, չնայած որ կրծքագեղձի քաղցկեղը աշխարհում տարածվածությամբ առաջինն է բոլոր ուռուցքային հիվանդությունների մեջ, մահացության կառուցվածքում հետ մղվեց 5-րդ հորիզոնական։ Թոքերի քաղցկեղի սկրինինգի նպատակով կատարվում է թոքերի ցածր դոզայով կոմպյուտերային տոմոգրաֆիա։ Շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգը ենթադրում է 50+ տարիքի բոլոր տղամարդկանց համար տարին մեկ անել շագանակագեղձի սոնոգրաֆիա եւ պրոստատ սպეციფიկ հակասնի որոշում արյան մեջ։ Արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգի նպատակով կիրառվում են պապ տեստերը, ինչպես նաեւ մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերման տեստերը եւ ի վերջո կոլորեկտալ քաղցկեղի սկրինինգի ոսկե ստանդարտը, որը ներդրված է աշխարհում, եղել եւ շարունակում է մնալ կոլոնոսկոպիան։ Սակայն կոլոնոսկոպիկ մեթոդը իր ինվազիվության, ծախսատարության, անհարմարավետության, նաեւ նարկոզի անհրաժեշտության պատճառով շատ հաճախ սահմանափակվում է նրա կիրառելիությունը, բազմաթիվ մարդիկ պարզապես խուսափում են դիմել այս մեթոդին եւ որի արդյունքում մենք ունենք այսպիսի բռնկում կոլորեկտալ ուռուցքները զբաղեցնում են աշխարհում իրենց տարածվածությամբ երրորդ, իսկ մահացության կառուցվածքում երկրորդ տեղը։
եւ բժշկագիտությունը շարունակ փնտրտուքի մեջ է, թե ինչ այլընտրանքային միջոցներ գտնի, որպեսզի կարողանա օժանդակել այս խնդրի լուծմանը։ Եվ ահա գերմանական BioNTech ընկերությունը մշակել է մի այսպիսի դիագնոստիկ մեթոդ, որի էությունը կանում է նրանում, որ կղանքում հայտնաբերվում է պիրուվատ կինազայի M2 իզոմերը, որը հանդիսանում է դիագնոստիկ մարկեր կոլորեկտալ ուռուցքների հայտնաբերման համար։ Ուռուցքները արտադրում են այս իզոմերը եւ նրանց հայտնաբերումը բավականին հավաստի դիագնոստիկ արժեք ունի այս ուռուցքների բացահայտման համար։ Պետք է ասեմ, որ ընկերությունը համարվում է աշխարհում իննովացիոն բիոտեխնոլոգիաների եւ դիագնոստիկ տեստերի առաջատարներից մեկը եւ այդ ընկերության արտադրատեսակները վաղուց արդեն կիրառվում են աշխարհի բազմաթիվ երկրներում։ Եվ այդպես պիրուվատ կինազայի M2 ֆրակցիայի իզոմերը հայտնաբերում է ուռուցքները, կոլորեկտալ ուռուցքները նախասկզբնական փուլերում, այն բավականին պարզ հետազոտություն է, այն ինվազիվ չի, հայտնաբերվում է ինչպես արյունահոսող, այնպես էլ չարյունահոսող ուռուցքները, ունի որակական եւ քարակական տեստերի տարբերակներ։ Որակական տեստի միջոցով հնարավոր է լինում հայտնաբերել արդյոք կոլորեկտալ ուռուցքային բջիջներ կան օրգանիզմում թե ոչ, իսկ քանակական տեստի միջոցով ոչ միայն հնարավոր է լինում հայտնաբերել ուռուցքի առկայությունը կամ բացակայությունը, այլ նաև անցկացնել մոնիտորինգ եւ վերահսկել բուժման ընթացքը։ Այդ տեստերը այսօր արդեն Հայաստանում հասանելի են, էքսկլյուզիվ իրավունքով այն ներկայացնում է Unilab ախտորոշիչ կենտրոնը։ Մեթոդի էությունը շատ պարզ է։ 40 տարեկանից բարձր բոլոր առողջ քաղաքացիները տարին մեկ անգամ պետք է հանձնեն կղանքի անալիզ։ Եվ եթե տեստերը ցույց են տալիս դրական, ապա կան հստակ կանոնակարգված դիագնոստիկ ալգորիթմներ, ինչ մոտեցումներ ցուցաբերվի։ Պետք է ասեմ, որ պիրուվատ կինազա M2 ֆրակցիայի իզոմերի հայտնաբերման այս տեստը չի փոխարինում կոլոնոսկոպիային։ Կոլոնոսկոպիան կա եւ մնում է որպես ոսկե ստանդարտ, սակայն այս տեստի միջոցով հնարավոր է լինում բացահայտել թիրախային լսարանը եւ կազմակերպել ավելի նպատակային խորացված հետազոտություններ թիրախային խմբերի համար, կատարելով արդեն կոլոնոսկոպիա կամ հարկ եղած դեպքում կարելի է անել նաեւ կոմպյուտերային կոնտրաստ հետազոտություններ, տոմոգրաֆիկ եւ այլ խորացված հետազոտություններ։ Պիրուվատ կինազա M2 ֆրակցիայի իզոմերի դիագնոստիկ տեստի ներմուծումը Հայաստանի առողջապահական համակարգ հեղափոխական նշանակություն ունի եւ կօգնի ժամանակին բացահայտել, ախտորոշել կոլորեկտալ ուռուցքներ կոչված այս չարիքը եւ պայքարել նրանց դեմ։ Իգործ